Ես լակոտին, որ սատկացրիր, մենակ ու մենակ դու պիտի մեղավոր լինես։ Խնդրում եմ, զենքը մի կողմ տար։ Քել գնանք ստից, պետք չէ ես ձևով պրծնել։ Ես չեմ կարը թողեմ էսի ապրի, էսի պտի սատկի։ Ճանապարհը դարավ խորթ ու բարդ, կարոտել ես հորդ ու մորդ ոչ է տեսած կաս, աղոթել ես չոք, լսել է ոչ ոք, հուլիա թոք ժպտալ առաստի ծաղ, բայց որը լինի բարդքը, վերջը տաս պատասխանեն վաղտ կարճ էր, էլ չկա այս կյանքի իմաստը չի տվե դուր տված ճակը, կուտակել ես մուր, լուր, այնքան պատճառ կա, պայքարում համար ու համար, ոնց որ մանես գալի ինչ-որ սեր, ինչ-որ սար, որի ճանապարհը խորթ ու բարդ, ուրա մեկը ոչ թե հորթ լինի մարդա, կողքը ծապտա, քո նման մոլորվել է քո տղամբա, միակ բարկա, ասելը մեկա բարդա, չասելուց կորցնել ենքան թանգա, երբ պայքար կա, ռինգա չորս անկյուն մեջը դու ես, հաղթելու թե պարկելու ես, գինկա չորս անկյուն վերջը ուր, թե չէ երկա դեպքի երկը դու ես, Ringa չորս անկյուն մեջը դու մեկը հաղթելու, մեկը պարկելու Այլ մեր, որ երկինս ես սուբ եղիցյանուն քո, եկես սարկայություն քո, եղիցի կամ քո, պես երկինս երերքնի։ Սած մեր հանապազոր տուր մեզ այսօր և թող մեզ պարտիս մեր, որպես և մենք թողում մերոնց պարտապանած։ Եվ մի տանից մեզ փորձություն ալպիկյաս մեզ իչը, քրություն և զորություն և Աստված օգնական Տեր հայր։ Աստված պահապան իհարկե Արթուր ջան, բայց ես քահանա չեմ։ Ինչպես ես։ Լավ, նորմալ դուք։ Ինչպես միշտ։ Պարապմունքներդ ինչպես են։ Շատ լավ։ Այդ սախեջ աղջիկ եմ ունենալու։ Ինչ ես ասում։ Հրաշալի։ Ուրախացրիր, շնորհավորում եմ։ Մերսի շատ։ Բերելու ենք ստեղ կընկենք։ Տեր հայրը ձեզ սիրով կընդունի։ Մերսի շատ։ Ինչ-որ բան քեզ տանջում Արթուր։ Չէ, նորմալ է ամեն ինչ։ Հիշում ենք, չէ՞ որ խաբելը մեղք է։ Դե ընտանեկան էլի։ Աներ, զոնքաչ, մանավանդ զոնքաչ։ Դե հա, Ամալյան, բարդ կին է։ Ասեք։ Բայց մի ջղայնացի, մի չարացի։ Չարությունը շատ ծանր բեռ է։ Մեր հոգին իրականում պատրաստ չի դա տանել։ Չես զգացել, երբ չարանում ես, մի տեսակ քեզ վատ ես զգում։ Կարծես ուսերիդ մեծ քար դրած լինի։ Բարություն տուր աշխարհին, մարդկանց։ Եվ վստահ եղի, որ քեզ կվերադառնա դա։ Երևի։ Հաստատ։ Երևի։ Արթուր, ես քեզ Աստծո խոսքն եմ փոխանցում։ Դու ասում ես երևի։ Դե պետք է ապակա թողություն խնդրեմ։ Ինչի համար։ Մարդու վնասելու։ Ինչի համար Արթուր։ Դե մենամարդ ունեմ, չէ՞ շուտով։
Ես էլ ասում եմ ինչ ասում։ Դա մեղք չի։ Վերջացրու։ Լավ, դե ուրեմն օրհնեք ինձ վաղվա բոյի համար։ Արթուր, ես քահանա չեմ։ Բայց Տեր հորը կարող եմ խնդրել քեզ օրհնի։ Չէ, նորմալ է, մերսի։ Վստահ։ Այո, մերսի։ Շնորհակալ եմ։ Բայց ի սրտե քեզ հաջողություն եմ մաղթում։ Մերսի շատ։ Աղջկա տանունը ինչ ես որոշել։ Ինչ եք դնելու։ Ամալիա դրեք։ Ճանապարհը դարավ խորթ ու բորթ, խորթ ու բարդ, կարոտել ես հորդ ու մորդ ոչ է տեսած կաս, աղոթել ես չոք, լսել է ոչ ոք, հուլիաթոք ժպտալ առաստի ծաղ, բայց որը լինի բարդք, վերջը տաս պատասխանեն վաղ կարճ է, ես չկա այս կյանքի իմաստը չի տվե դուր տվածը ճակը, ուտակել ես մուր, լուր, այնքան պատճառ կա, պայքարում համար ու համար, ոնց որ ման ես գալի ինչ-որ սեր, ինչ-որ սար, որի ճանապարհը խորթ ու բորթ, խորթ ու բարդ, ուրա մեկը ոչ թե հորթ լինի մարդ, կողքը ծապտա, քո նման մոլորվել է քո տղամբը, մի հատ բարկա, ասել է մեկա բարդա, չասելուց կորցնել ենքան թանգա, երբ պայքար կա, ինգա չոր սանկյուն մեջը դու ու դու ես, հաղթելու թե պարկելու ես, ինգա չոր սանկյուն վերջը ուր, թե չէ երկա դեպքի երկը դու ես, Այսքան մարդ վերջին անգամ տեսել եմ Հայաստանի հավաքականի խաղի ժամանակ։ Հա, լսում ես։ Լսում եմ։ Ամեն ինչ նորմալ է։ Հա։ Դե մի քիչ ուրախ տղես։ Ես քանի օր ունես դեմքով ես քայլում, ասես արդեն կրվել ես։ Դե, քորնա, քո հաղթանակն է, մի քիչ ուրախ։ Խնդալու բան ասեցի։ Սպաս։ Ինչ որ խնդալու բան ասեցի, հա։ Պապ, հիմա դրա ժամանակը չի։ Լսիր, ես գիտեմ երբ է ժամանակը։ Ես լավ գիտեմ, ինչ եմ ասում, ում եմ ասում։ Եթե ես ասում եմ, որ դու հաղթելու ես, ուրեմն հենց տենց էլ լինելու է։ Պրծար։ Մի հատ հավաքի քեզ, հա։ Ինչը հավաքվի ուզում եմ հասկանամ, ինչ ես ուզում։ Արևյանը ավելի լավ ֆորմի մեջ է։ Իր տեխնիկան ավելի դիմացկուն է։ Դու լավ գիտես։ Այս բոյը Արևյանի բոյն է։ Լավ։ 5 տարեկան չես։ Եթե ասում եմ հաղթելու ես, ուրեմն տենց էլ լինելու է։ Եվ վերջ։ Հետաքրքիր է ինչ ես տենց վստահ էլի։ Որովհետև դու իմ տղեն ես ու ամենալավն ես։ Այսօր քո օրն է, դու հաղթելու ես։ Հենց տենց էլ լինելու է։ Նա։ Այս վզնոցը Պապդ իր ձեռքով ասարկել։ Երբեք վզիչ չի անեմ, ասում էր հաջողություն անբերում։ Հետո տվեց ինձ էլ եմ միշտ հաջողություն բերեմ։ Ես մեծացել եմ չքավորության մեջ, բայց տես ինչին եմ ասել։ Հիմա ժամանակն է քեզ տամ։ Քեզ էլ հաջողություն կբերի։ Ինձ մոտ ստացվել է, քեզ մոտ էլ կստացվի։ Մերսի պապ։ Շատ չես քեզ տանջում։
Դու հիմա քեզ ֆիզիկապես շատ ես ծանրաբեռնում, հեսա դուրս գալու ժամանակն է։ Չէ, եկեք, ստականում։ Տրամդ։ Հələ նա այդ տղետ ինչ է անում։ Տենում ես մեր կապը, տղես է։ Հա, բա։ Թում։ 7 րոպե մնաց։ Ոչ խանգարեցի։ Չէ, ներս եկեք։ Մենք արդեն պետք է գնանք տեղավորվենք։ Քեզ հաջողություն եմ մաղթում։ Հետդ ենք։ Ներսում կտեսնում ենք։ Անպայման։ Հարգեմ։ Մեկը կա ուզում է հետդ խոսի։ Ով։ Հա, ով։ Համեցեք։ Նստի։ Ոնց է տրամադրություն։ Նորմալ, ձեր է։ Քեզանից է կախված, բայց շատ ժամանակ չկա։ Եկել եմ քեզ առաջարկ տանեմ։ Ինչ առաջարկ։ $20,000։ Ինչ $20,000։ Ամերիկյան 20,000։ Պարոն Կարապետյան, ինձ փող պետք չի։ Փող բոլորին է պետք։ Ընտանիք ունես, տղա երեխա։ Երկրորդն եք ուզում ունենալ։ Պիտի պահես, չէ։ Հասկանում եմ, փողը լավ բան է, բայց երբ որ վաստակում ես։ Դե ես քեզ լավ առաջարկ եմ անում։ Ինչի համար։ Դու պիտի յուրային զիջես։ Չհասկացա։ Դու լավ սպորտսմեն ես։ Վստահ եմ քո պահակ ունենաս, բայց այսօր յուրան է հաղթելու։ Եթե հաղթում է, թող հաղթի։ Ես եթեի մասին չեմ խոսում։ Պարոն Կարապետյան, ես հատուկ չեմ կարա պարտվեմ իմ կնոջ ու երեխու աչքի առաջ։ Կեսկես դու ինձ մերժում ես։ Իսկ դուք Յուրիին չեք վստահում, ինքը լավ բոքսեր է։ Ես չեմ կարող տղուս ճակատագիրը բախտիկ մաճույքին թողնեմ։ Բայց ես շատ երկար եմ եկել սրան։ Ապրես։ Յուրան էլ է երկար եկել։ Արժույթներից մոտ
Հիմա ուշադիր տղեկ ինձ եք լսում։ Նախ եւ առաջ ես ձեզանից սպասում եմ պրոֆեսիոնալ մելամարտ։ Մենամարտի ընթացքում ոտկատեղից ներքև չի թույլատրվում։ Կոկորտին հարվածներ չի թույլատրվում։ Ընկած ժամանակ հեռանում եք իրարից։ Բրեյք ասելուց հեռանում եք իրարից։ Ստոպ ասելուց գնում եք անկյուններ։ Պարզ է։ Հասկանալի է։ Բարի։ Ձեր ձեռքի տվեք։ Աշխատի, չկանես։ Աչքիդ ուշադիր է։ Դեմքը թակ եղավ, մի մտի աչքի տակ։ Շատիր ես լում սաղ խփում ես, զավ ջեբերը, սաղ խփում։ Անդադար խուսափ։ Վերջ։ Միմտի ախիղ աչից, եղավ։ Ուշադիր է, ես կենտրոնացիր է։ Ուշադիր կենտրոնանում ես իմ վրա, լսում է։ Մարինու պատրաստում է։ Այն։ Հասկացար չէ։ Ինձ նայ։ Հասկանում ես ինչ եմ ասում, աչից խուսափի։ Անցումները սաղ ջեբերով սաղ տենում ես գրում ես, ջեբերից սկսում ես սաղ։ Պարզա, չես կանգնում, կենտրոնանում ես գոյին, կապ չունի դիմացունը ինչ անես։ Ման եմ ասում ուշադիր լսի, ուշադիր եղի, դեմքը բիր փակ, եղավ աչից էլ չմոլավես։ Ոնց ես վարպետ ջան։ Բարև ախպերս էնում ուժեղ ախպերն է։ Ոնց ես, հա։ Լավ, Նար ջան, դու ոնց ես։ Արա այդ ինչ հարիր դու դրան, արա այդ ոնց էր, դու շատ լավ էր ապրես, շնորհավորում եմ։ Մերսի։ Հասա, ինչ ես ուզում։ Իմացի, որ այս անգամ իմ հաշվին է։ Չէ, լավ էլ է, բաներ չանես։ Չէ, սաղ իմ հաշվին է առնելու։ Չէ, նորմալ է։ Դե լավ, ուրեմն կստորագրես, հետո կարող է թանկով ծախեմ։ Հա։ Լավ։ Դե արի, դավայ։ Ահն։ Գերի չես, էսա։ Ապրես։ Մերսի, քեզ էլ մերսի։ Հա։ Դե ասա ռևանշ ելնելու, հա։ Դե յուրին ուզում է նորից կը։ Դու խդ չքսես, այս անգամ էլ սատ կսնելու դրել ես։ Օրը երբ առնել, հենց օրը ալի ինձ անպայման կասես, հա։ Գալու եմ գոռեմ ըլդեղի։ Անպայման, նարճա։ Դե ասա է, չասեցիր ինչ ես ուզում։ Սպասի մի հատ վսյոտիկի շեպիվ ճշտեմ վերջնական։ Հա, դու ճշտի, ես սրեմ։ Ահա։ Թարմ ստացած կտորներ ունեմ, ես քեզ սրանցից կտամ։ Շեֆը սպաղված է։ Հա։ Դե լավ, ոնց որ միշտ։ Դու գիտես։
Հա։ Սպասի տոպրակ վերեմ։ Մար, զանգում եմ չես վերցնում, ոնց ասել ես սաղ բերել եմ, լսի, չես հավատա, կյանքիս առաջի ավտոգրաֆ եմ տվել, էտա, մնաց տաքսիստներն էլ ինձ ճանաչեն ու վսյո, դզված ենք, Մար, տղես, ոնց ես, ես մաման ուրա, ոնց ակ ես մենակ թող է, արի կնանք ուրա մաման, Ուրա Մարին։ Մարին ուրա։ չգիտեմ, Այսինքն, ոնց չգիտես, հարթուր տղա, տես ես քեզ գուշացնում եմ։ ժամանակ գտար։ Ինչ ես դու էլ անընդհատ բերանս փակում։ Ինչ ա եղել, հելի կռվել եք։ ես ու Մարին չենք կռվում, Ամալա։ Ինչ, ես չեմ հասկանում, դու ես ընտանիքից չես, քեզ չի հետաքրքրում ուրա քո աղջիկը։ Հետաքրքրում է, բայց հիմա որ անիմաստ կռվել ես, անբանա փոխվում։ Սա անիմաստ է, ինչ։ Հենա եկավ։ Բարի երեկո ձեզ։ բարո ձեզ, Արտուր Արևյան, ահա, Մարի Հովսեփյանը այստեղ է։ հա, ես իր ամուսինն եմ, Բարև ձեզ։ Ինչ ա պատահել, ես Մարիի մայրն եմ։ Ուրեմն բոլորով միասին կգնանք բաժին։ ինչի համար, Կգնանք այնտեղ պարզ կլինի։ Ոնց ես, Ռոբերտ։ Պարոն Կարապետյան, ես չգիտեմ ոնց եղավ։ Անկեղծ մենք չէինք ուզում, ստացվեց։ Բայց ինչ է նշանակում ստացվեց, հա? Մենք ընդամենը խոսում էինք իր հետ, ոնց որ գոռներ ասեր։ Ուղղակի ուզում էինք վախեցնեինք։ Հետո այդ աղջիկը կատաղեց։ Սկսեց խփել, գոռալ, ճանգրել, այդպես։ Հանգիստ։ Հետո գոռը դեմքից դիմակը հանեց։ Ասեց դեմքը տեսել եմ քո վերջը եկա։ Դե գոռնել վախից սկսեց խփել։ Ես ուզում էի իրան հետ քաշեի, բայց արդեն ուշ էր։ Հանգիստ։
Հետո Հետո գոռը ասեց այդ այգում իրանց շուշուտ ա տեսնում։ Տարանք գցեցինք այդ այգի։ Անկեղծ ես չգիտեմ, մենք չէինք ուզում, խնդրում եմ ինձ ոչ մի բան մի արեք։ Չէինք ուզում ինձ նկար։ խփում ջան, դու իմ հատուտային ես։ Ես քեզ ինչ պիտի։ Վկա ներկայացեք դատարանին։ Կարեն Աղայան։ Պարոն Աղայան, դուք ճանաչում եք Ամբաստանյալին։ Իրականում մի անգամ եմ տեսել այգում, մարդ էր սպանում։ Այո, անձամբ իմ աչքերով եմ տեսել։ Տեսա, թե սկզբից ոնց ուժեղ հարվածեց այդ աղջկան ու նա անգավ։ Ախր չեք պատկերացնում ինչ դաժան տեսարան էր։ Հենց ինձ տեսավ փախավ։ Բացատրեք, խնդրեմ, որտեղ եք եղել 5-ից 6 ընկած ժամանակահատվածում Տիկին Հովսեփյանի սպանության օրը։ Ես շուկայում էի։ Եվ ով կարող է դա հաստատել։ Նարեկը, մսավաճառ, մենք զրուցել ենք միսառներից։ Դե Արթուրը հաճախ էր մեր մոտից միս առնում։ Տիկին Հովսեփյանի մահվան երեկոյան դուք նրան տեսել եք շուկայում, կարող եք դա հաստատել։ Չէ, ասացի չէ, չի եղել։ Այդ ստորագրությունը շուտվանից կար։ Կարող եք դիմել դատարանին վերջի խոսքով։ Դե, արդեն իրար ճանաչում եք։ Բարոյ։ Բարև Յուրի։ Ուրախ եմ։ Ինքն էլ է շատ ուրախ։ Շնորհավորում եմ։ Քո նոր մարզիչն է։ Քեզանից չեմպիոն կսարքի։ Չեմ հասկանում, պապ։ Ինչ կա չհասկանալու։ Ինքը Արտուրին մոռացի։ Լավ, չհանգարեմ ձեզ։ Դուք սկսեք։ Շփի չեղավ, ո՞ր։ Բարոյ ձեզ։ Բարի գալուստ։ Ճանաչում ես ես ով եմ։ Չէ։ Անց է հեսա կծանոթանանք։ Ես քո մասին գիտեմ, կուրսվել եմ սաղ։ Մի կարևոր բան ասեմ, ստեղ դու չեմպիոն չես։ Արա, այն ինչ որ ես եմ քեզ ասում։
Իսկ ինչ որ ասում են մի արա, ուրեմն մի արա։ Եղավ։ Ասածներս հիշես դու ստեղ պրոբլեմ չես ունենա։ Վեշերդ արդեն հավաքել ես։ Հələ չէ։ Նոր դուրս գաս այսօր ստեղից, առաջին օր ես գնամ։ Չգիտեմ։ Սկսան այդ տաղոս տենայ։ Այդ պահով շատ մի մտածի։ Այսքան տարի։ Բրատ, չես ժողում այսքան տարի խի չի եկել, 15 տարի չի եկել, թե 1000 հանգամանք կա, տատ կա, պապ կա, ուրիշ բաներ կանք, դուրս կգաս, կգնաս, կտեսնես ամեն ինչ տեղը գնում։ Մի հատ տուն ա պետք ճարել։ Չմտածես, արդեն կազմակերպել է։ Ինչ ես կազմակերպել։ Մի հատ ախպեր ունենք, Զավեն անում, այսօր քեզ սաղ ցույց կտա, ինքն է գալու քեզ վեգանի։ Գալ, պետք չէր։ Այդ իմ օգնությունից ես հրաժարվում։ Չէ, իհարկե չէ։ Դե վсё։ Զավենը դեմի վախտերը քեզ գործով է կօգնի։ Ինձ բարդ կա մնացել։ Սաղ չոտքի կանի։ Դու լավ տղա ես։ Կարգին, տեղը տեղ է։ Մենք էլ դեստեղից գիտես։ Ինձ ամետ կվարցրած ույս կտամ։ Ես ինի շիվեց սկզբան այ նորմալ։ Ինչ։ Ասում եմ այդ նոր տուն ցույց կտամ։ Մի քիչ ինչի, բայց հələ կապրես տեղ։ Այն դեպքում կամերս լավ։ Ինչքան է վարձը։ Քո գործը չի։ Գագոյի հետ այդ հարցը լուծել ենք։ Բարևում էր քեզ կական։ Yeah. Մենք էլ ինչ-որ գործի մասին բան ասեց։ Արդես կտամ տաքսավատ կնես։ Իսկ ավտոյի պահով։ Մենակ գազն է քո վրա։ Ավտոյին խնամքով ես վերաբերվում, ոնց է քոնելն եղավ։
Ռեմոնտի կարիք կա, բայց դե ժամանակ չկա։ Ստեմի թե պետք է հավաքվի փոշի բանա։ Գազ կա։ Ջուրու հոսանք էլ կա։ Այ կրավատ չկա։ Պետք է մատրասին քնես, բայց չմտածես հարմարա։ Հարցեր կան։ Չէ։ Այս տանը ավտոյի բանալիներ է։ Ես էլ դեմի վաղթվա համար։ Բանալի զանգի։ Հա, ստե չծխես։ Հա, հասկացա։ Ապե բայց ինձ մի ժամ էլ պետք է մինչև պրծնամ։ Մինչև այդ դու իրան ասա, որ ընտանեկան պահա։ Չէ, ոչ մեկ իվան չի, ուրիշ մոմենտ է, հետո կասեմ։ Հա, լավ։ Մերսի։ Դավայ։ Պաուզում ջոգեմ հələ երկար ենք ստեկայինելու օֆիսում արդեն ինձ են սպասում։ Օֆիսը ոչ միտեղ չի կորի։ Ինչքան պետք է այնքան էլ սպասելու ենք։ Հարկավ այդ մարդը գիշերն է գալի, մինչև գիշեր պետք է ստեկայինենք։ Արդեն 3 ժամ աստե սպասում ենք։ Մի հատ էլ ինձ դուր։ Բա դու թարգել էիր։ Դուր ես։ Հələ բաբշե ուզում եմ ջոգեմ մաման ինչից է վեկալել, որ ինքը ստե է գալու։ Ասենք թե ազատվեց, հետո։ Մեր հետ վստահ է, որ ինքը գալու է ստեղ։ Ուրեմն սպասելու ենք այնքան մինչև գա։ Պապա, ասենք թե եկավ ու Այն ինքը չի։ Արդեն աստեից։ Ուղղակի ուզում եմ մի քիչ տեղ մնամ։ Արդ գնա, ասում եմ։ Չեմ ուզում ձեր հետ կռիվանալ։ Կողմել այդ խեստը եկել, խեստը եկել։ Ո՞վ է։ Արտուր գնա։ Ուստեղ իրավունք չունես գալու, արա։ Ո՞վ է քեզ տեղ դողի մարդը ցկնա։ Էս եկել ստերա գնացի։ Անտե գնա։ Սա դրամ սարքենք, էլի։ Մենք արտարժույթներ չենք փոխանակում, միայն կրիպտոարժույթներ։ Ինչ։ Մենք կրիպտոարժույթների փոխանակման գրասենյակ ենք։ Լավ, մերսի։
Երբ ես դուրս եկել։ Մի քանի օր առաջ։ Ու ինչպես է ընթանում կյանքը։ Նորմալ։ Կամաց։ Ես էլ քահանա եմ դարձել, երևի գիտես։ Ինչ պլաններ ունես։ Ինչ նպատակներ, մտադրություն։ Քեզ ինչ-որ բան տանջում է Արթուր, զգում եմ։ Կներեք, որ չէի թվում գայք ինձ տնայք։ Դե նախ կարծում եմ, այսքան տարի հետո կարելի է անցնել դուի, հետո իսկապես չհասկացա, գալիս էի տեսակցության, մի օր ասացին, որ հրաժարվել ես։ Ես սաղ կյանքս զգացել եմ Աստծո ներկայությունը, բայց մի օր ուղղակի ինքը էլ չկար, ինքը ինձ լքել է։ Սա անհարմար է իսկում, դու հոգևորական, ես էլ չեմ հավատում։ Ես որպես հոգևորական չէի գալիս տեսակցություն, գալիս էի որպես ընկեր։ Աստծո հետ հարաբերություններում խնդիրներ են առաջացել։ Հասկացա, մարդկային ինչ ես զգանում։ Լավ, դրա մասին գուցե հետո կխոսենք։ Տղատ ոնց է։ 17, 18 18 Նրան հələ չեմ տեսել։ Ինչի։ Ես գիտեմ ինքը որտեղ է, բայց ոնց գնամ մոտը։ Ինքը մինչև հիմա կարծում եմ, որ ես եմ իր ամորը սպանել։ Գնամ ինչ խոսամ, ինչ ասեմ։ Դե նախ կարող է սկսել բարևից։ Արյունը ջուր չի դառնում, Արթուր, պետք է կապը վերականգնես։ Արդարությունն էլ հաղթում է միշտ։ Ժամանակը պետք, կանցնի ամեն ինչ կհասկանա։ Իսկ կնոջդ գերեզման գնացել ես, խունկ վառել ես։ Հենց առաջի օրը։ Բայց իր ընտանիքը ինձ պարզ հասկացրեց, որ էլ ոտը սնդա չտնեմ։ Ծանր վիճակա։ Ես իրանց վրա չեմ ժայնա։ Ինձ ուրիշ բան է ներսից ուտում։ Ես կնոջս Ես իրան խոստացել էի, որ մենք լավ կապրենք, որ ես չեմպիոն կդառնամ, բայց արդեն 15 տարի է ինքը չկա։ Ու իրանից ինձ մնացել ամենակ իմ չարած խոստումները։ Ու տղատ։ Իրենից որդի ունես։ Ու այդ խոստումները մենակ իրեն չես տվել, Արթուր։ Հավատա։ Ապա ոչում տենց տեսամ ձևի կպելա սրտիս աղջիկան։ Արդեն մի բան կանենք էլի մի մտածի։ Вообще դու ճանաչում ես այդ աղջիկան։ То չէ հա այ ախպեր ինձ տայով է տեսը մենակ։ Նա ինչ։ Ապա դե գոնե մի անգամ ժիվոյ տես, տոք ջոգինգ էլի ինչ ենք անում։ Գիտեմ այդ աղջիկը ուր դե է երգում, կանենք այդ հնգնայինք։ Բարև Բագրատ։ Բարեգուն։ Ճանաչեցիր։ Ինչ ես անում ստե։ Երևի քեզ չէին ասել, որ Չէ, չէին ասել։ Շուշուտ ես գալիս տեղ։ Հետևում ես ինձ։ Չէ, Facebook-ից ընկերներս ցույց տվեցին։ Որ ընկերներդ Բերթի։
Իսի։ Ինչ ես ուզում հիմա, փողա պետք։ Չէ, ինչից վերցրեցիր։ Որ քեզ մի հատ հալում ես նայր ոտից գլուխ կջոգեր։ Մտածում ես քանի օր այդտեղ նստենք, շփվենք, քննարկենք։ Ինչը քննարկենք։ Մամային, թե մամայի մահը։ Դզի բացատրելու կարիք չկա ոչ բանի։ Ուքել Էջտենեք, էլի ստեն մի արեք, էլի աղբոր պես, всё։ Давай։ Վայ քո։ Շնորհակալություն։ Բարի ճանապարհ։ Մերսի, ստեսի։ Ողջունում եմ բոլորիդ, որքանով որ ես եմ տեսնում, հյուրերի մեծ մասը արդեն ժամանել է, կարող ենք սկսել։ Խոսքը սիրով տրամադրվում է Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի, բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Յուրի Կարապետյանին։ Բարի երեկո, հարգելի լրագրողներ, նախքան հարցերին պատասխանելը ես մի փոքրիկ հայտարարություն ունեմ անելու, կապված այն բանի հետ, որ ես եւ կինս Մարիանան սպասում ենք մեր երկրորդ երեխային։ Շնորհակալություն։ Դրա հետ կապված որոշում եմ կայացնել ավելի շատ ժամանակ հատկացնել ընտանիքիս։ Մտածում ենք ապագայի մասին, հաջողակ ապագայի մասին։ Այսօր ես իմ կարևոր առաջադրանքն եմ համարում օգնել երեխաներին իրենց զարգացման մեջ։ Այսպիսով, տիկնայք եւ պարոնայք, ես հպարտությամբ ուզում եմ հայտարարել իմ հոր Միքայել Կարապետյանի կրթաթոշակային հիմնադրամի ստեղծման մասին, որը աջակցելու է տաղանդավոր երիտասարդներին։ Այժմ կարող ենք անցնել հարցերի պատասխանելուն։ Խնդրեմ դուք։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան, Էլիզա Ստեփանյան, Դեպեր Սպորտ ամսագիր։ Կցանկանայի ճշտել ճիշտ եմ հասկանում, որ դուք ցանկանում եք դադարեցնել ձեր մասնագիտական կարիերան։ Նկարեմ տանիք, աստղացիր երկինք, նկարեմ և ինձ, և կեզ նորից, նկարեմ ծրտում, մոլորված կամի, նկարեմ հրվում, այդ դեմքը ցավի, երբ մենակ մնաս սուլացես, իմ մատները կսրբեն, աչքերդ սեն, երբ մի օր ինձնից օգնես, կտիր մեկ ուրիշ երկինք, մեկ ուրիշ արև, մեկ ուրիշ երկինք, մեկ ուրիշ արև, մի քիչ այսպես, մի քիչ այնպես, մի քիչ արագ, մի քիչ դանդաղ կկարոտեմ քեզ, նվեր չեմ ունենա, կքայլեմ գլուխս կախ, սիրտս ինձնից կվերցնի, բարտքով երկու բաբախ, ու աստղեցիր գիշերվա մեջ ես նորից, կփախչեմ սուտ երազներից, սուտ երազներից, սուտ երազներից, նկարեմ քաղաք, ու նոր լուսաբաց, նկարեմ մի տուն, ու ջնջեմ հանգած, նկարեմ մի կյանք, բոլորին օտար, նկարում այս իմ, կեզ արդյոք
ինձ օգնես գտիր մեկ ուրիշ երկինք, մեկ ուրիշ արև, մեկ ուրիշ երկինք, մեկ ուրիշ արև, մեկ ուրիշ երկինք, մեկ ուրիշ արև. Այդքան ժամանակ, որ ես ընդեղ փտում էի, նա չեկար ինձ տնես, չգրեցիր։ Ես չեմ նեղանում, ես քեզ հասկանում եմ, բայց հենց հիմա դու ինձ պետք ես։ Իսկ կարծում ես վրեժն է ելքը։ Գիտեմ հիմա կասես մեղ կապանա։ Այսքան բանից հետո քո ինչին է պետք։ Որ կրեմ իրան։